ձեզ հարգելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այսօր մայիսի 29-ն է դեռ Միացյալ Նահանգներում։ Ուրեմն կապված Հայաստանի այս ներքաղաքական իրավիճակի հետ։ Ուրեմն մի փոքր պատմական ակնարկ։ Հարգելի ժողովուրդ, սրանից էլ մի տարի առաջ, եթե ոչ ավել, ես զգուշացրեցի մեր սիրելի եւ հարգարժան գյուղացիների, որ ձեզ պտուղն ու բանջարեղենը ոտի հետ է գնալու։ Դուք ձեր պտուղն ու բանջարեղենը չեք ուտելու այլևս, ուտելու եք թուրքականը, որովհետև ձերը դուք չեք կարողանալու անգամ սպառեք։ Չլսան։ Շատերին թվում է, թե Վարդան Ղուկասյանը, եթե քֆուրով է խոսում, ուրեմն լուրջ բան չի ասում։ Նու շատերին որն է որոշակի ներողություն արտահայտությունս համար տգետների։ Այսօր հելել են Ալմավիրի մարզի բնակիչները, թագել են տրասը, չգիտեմ, Նիկոլիտեմ, մեր պամիդորը մնացել է։ Սիրելիներս, ընդամենը 10-15 օր առաջ, ընկեր Նիկոլին հոկտեմբերյանի կենտրոնում, Կարմիր հրապարակ ենք ասում, ակումբի մոտ, գնացել եք ողջուններով դիմավորում եք։ Այսօր հելել եք տրասի վրա միտինգ եք արել։ Որ մենք ձեզ ասում ենք, ես ձեզ ասել եմ մի տարի առաջ, որ դուք ձեր բերքը չեք ուտելու, արա, սովամա եկլնելու, դուք չեք լսում։ Չեք կարողանում ընկալել, սիրելի գյուղացիներ, որ Նիկոլին տենում եք, վազում եք, պարկում եք ոտերի տակ, առաջան դուք տեսել եք, դա մի բան ասի ու անի, տեսել եք, մի անգամ այն կարգի մարդկային վիժվածք բոզի տղա, որ հել է ելույթ անելում, ասում է հողերը 96 թվին են հելը տվե, 96 թվին ով է հող տվե Վազգենը, այ պորնիկի տղա, 96 թվին Վազգենը սաղեր, 96 թվին կարար մեկը միցիս հող Հայաստանից կամ Ղարաբաղից Ադրբեջանցու, դա որ 96 թվից տված էր, դա 2020-22 թիվը մեկ միջևը դե ինչ էինք անում, ինչի դու հենց եկան նորի պրոցեսը, սկսվավ լավ ինչևից էր, հիմա, հերել են միտինգ են անում, են անգրագետ տուպոյ սասունը, են երկրապայի սասունը, որ կանդեց երկրապան, հերել է ելույթ անենն, ասում է Ռուսաստանը ոտնձգություն անում մեր ժողովրդավարության վրա, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ու ինիա բերում բոզի տղա դոդին, անգրագետ Տաշիրին և մարդասպան Ռոբերտ Քոչարյանին, ասում է սրանց Ռուսաստանն է բրդան, տեսեք, հանգարց դուք սրանց ընտրեցիք, մենք անկախություն ենք կորցնում, Նիկոլ պիտի ընտրեք, ուրեմն սասուն հրազդանցի բոզի տղա, ժողովուրդը ընտրելու է դոք, իսկ ես հիմա ասեմ ինչա կատարվում, հետո չասեք մենք չգիտեինք, որովհետև իմ ասածները ըլնումա, մի տարի հետո այս ձայնայինը կտնեք, կլսեք հետո կասեք կրա դես մարդը ասում էր, մի տարի առաջ էր հլը ասում, ուրեմն լսեք, սա հարգելի հակառուսականներ, ինքեզ հակառուսամետներ և այլն, սա մեծ խաղ է, որը սկսել է անգրագետ շիզոֆրենիկ Նիկոլը, խապելով եվրո յոնջաներին, խապելով սրանց, այս ընկեր Ամերիկայից, և խաղում է այն խաղը ինչը պիտի խաղա։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում մի հատ հոգեկան հիվանդի վրա, որը բարես ամենաբուն իմաստով հոգեկան հիվանդ է, ու դրանց հետը նեյնամ անան։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Տաշիրը և բոզի տղա դոդի գագոտ ընդդիմություն են և սպառնալիք են Նիկոլի համար, ապա Հայաստանի Հանրապետության դատախազությունը հանգիստ առանց գործ սարքելու, առանց ինչ-որ նեղություն կրելու երեքին էլ կարա հանգիստ կալանավորի, դատապարտի շատ լուրջ ժամկետներով ազատազրկման և ոչ մի եվրոպական երկիր, ոչ մի Միացյալ Նահանգներ, ոչ մի Ռուսաստանյան չի կարա ասի, ինչի դատեցիր, տոննով հանցագործություն դոդի գագոյի տակնա, տոննով հանցագործություն անգրագետ Տաշիրի տակնա, մի վաղտ մարդասպանություն Ռոբերտ Քոչյանի տակնա, բայց Ռոբերտ Քոչյանը այսօր գնում է հմեք, ինքն դիմադիր տեխնացու է, բանը հմեկում հերթապահություն հասկացող ոստիկանը պատիվ է տալի Ռոբերտ Քոչարյանին, հմեկն էլ խոնարհվում է դեմը, այդպես դիմությունը ո՞ւր եք տեսել։ Եվ այս խաղը գիտեք ինչի է բերելու, այս խաղը բերելու է նրան, որ դուք հավատալով, այսինքն վախենալով այդ իրեկից, որ յամանես իրեկն են գալ, դե չհասկացաք, որ գոյությունի ալտերնատիվ համար 15, և սրանք դիտավորյալ են սրանց բրդեմ առաջ, որ դուք դրանցից վախենալով գնաք Նիկոլ Զայնտակամ առհասարակ ընտրատեղամասը չգնաք, բայց կլացի մատիկ պիտի գնալ, մի գեղեցիկ օր
Ռուսաստանից գնալով, ասիկան հերու իբր թե հերու եք փախչում, եւ ի՞նչ է տեղի ունենալու։ Եթե Ուկրաինայում չկա ռուսական զորք, Հայաստանում ռուսական զորքը լիքն է։ Եվ մի գեղեցիկ օր զարթելու եք, ես դա մի անգամ էլ եմ ասել, ամիսներ առաջ։ Տենակ Հայաստանի Հանրապետության կառավարության շեքի գլխին ծածավում է ռուսական եռագույնը։ Եվ Հայաստանը ոչ թե մտել է մաքսային միություն, այլ Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, ինչպես Չեչնիան, Ինգուշեցիան, Դագեստանը եւ այլն եւ այլն։ Եվ դուք բոլորդ մեկ օրում կստանաք ռուսական ազնագրեր։ Սա է լինելու։ Նիկոլը տանում է սրան։ Որ ես հəլում ասում եմ, բանը մեկ չեք մտնի մաքսային միություն, դուք չեք մտնի մաքսային միություն։ Դուք մտնելու եք Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։ Այս նախադասությունը հիշեք։ Սա այս ամեն այս արհեստական ներկայացումը տանում է դեպի նրան։ Այս ելույթը դրեք պահեք։ Դրեք պահեք անգրագետ տուպոյնես, որ ընդամենը 6 ամիս հետո մի տարի հետո տնեք միասին լսեք, ինչպես Լուգանսկը, Դոնեցկը, Ղրիմը, Սևաստոպոլը, Ուկրաինայի հալալ 50%-ը, դա բերեց այսպես կոչված շակերտավոր Եվրոպամետությունը Ուկրաինայի համար, նույնը լինելու է Հայաստանի համար։ Պարսկաստանն էլ այսօր հելավ սեռական օրգանները թափահարեց Հայաստանի Հանրապետության իշխանության վրա եւ ճիշտ արեց։ Բայց դուք ով եք, մի կողմը գերհզոր Պարսկաստան, մի կողմը գերհզոր Ռուսաստան եւ ինչ որ հելել են հակառուսական խաղեր են տալի, կեղծ հակառուսական խաղեր, ներողություն արտահայտության համար, կեղծ, սա խաղեր չէ, սա Հայաստանի անկախության կորստի սկիզբն է, ես հիմիկվանից ձեզ զգուշացնում եմ, եւ թող ստեղել ինձ լավ լսեն, ընկեր ամերիկացիները, որոնց որ խափում է Նիկոլը, ընկեր եվրոպացիները, որոնց որ խափում է Նիկոլը, վերջում տալու է հələ հիստերիկ է մնացի, ես եղավ չէ, ռուսը տավեք լավ, բայց ոչ, ինքը տվեց, ոչ որ հիմա ասում է ես Ղարաբաղը չեմ տվել, 96 թվին էր տված, 96 թվին ով է Ղարաբաղ տվել, կամ հողեր Վազգենը, ես ինչ մուտիլով կայացանում, այ հոգեկան ծնողաշինած։ Հիմա նույնը պիտի ասի չէ, բայց ես Հայաստան եմ տվել, ռուսը մտավ օկուպացրեց, չկա տենց բան, ինքն է տալի այս 3 վիժվածների հետ միասին, այս 4-ով պասաժիրի ատնավո կարավլա խաղում են Հայաստանի Հանրապետության անկախության հետ, եւ դու Հայաստանի ընտրողտու ես որոշելու, վաղը դու զարթնելու ես ինչ երկրի ազդեցության տակ, թուրքը մոռացեք, որ կմտնի Հայաստան, չի լինելու, Հայաստանը կամ կդառնա Պարսկաստանի մաս, կամ կդառնա Ռուսաստանի մաս, եթե այս ձևով շարունակվեց, խեղճներդ գլուխներդ հավաքեք, թերիքա լսեք դրանց, թերիքա գնաք դրանց ելույթներին, չգիտեմ, կայնեք ծապտակ լսեք ուրախանակ, այսօր արդեն մատվակ սովի, այն գեղանիստը հեսա մատը սա ծծելու, գեղանիստի բնակչելակ չեն մրդոյենք, եւ այլն, որ մեխակ էին աճասնը, այդ բիզնեսմենները եւ այլն, այս ինչ եք անում, ում եք սատարը, ես ձեզ թվում է, թե Ռոբիկը, Դոդիկը եւ Տաշիր Դոդը ընդդիմություն են, ոչ, ընդեղ ընդդիմություն չկա, դրանք այս 4-ն էլ նույնն են, 4-ը հակառակ դեպքում, եթե Վարդան Ղուկասյանը այսօր լիներ թու, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանի տեղը, այդ 3-ն էլ վաղուց գտնվում էին բանտերում, բավականին լուրջ հիմնավորված քերական գործերով, առանց սարքելու, դե հիմա տենավոր էին հելելու մասնակցելու բանտությունների, սկսած իրանց բջերից, որոնք որ խուսափել են պարսաթիվ զինվորական ծառայությունից, բայց ինչպես տեսնում եք, ոչ մի բան չունեն, Վարդան Ղուկասյանին կարացավ գա Ամերիկայ, թագել տա, միլիոներ կողելով սերի կառավարության ջեբը, բայց իա քթի տակ, այսպես կոչված իա թշնամի ընդդիմադիրներին չի կարը փակի ընկեր Նիկոլը, մի հատ էլ ասում է երկաթգծեր են բացելու, ես եմ արա ջան, քո որ մի ասածն ա եղել, մի հատ էլ երկաթգծեր ա բացում, չգիտեմ ընդեղ գազատա խողովակներ ա բերում, ո՞ւից ես բերում, ո՞վ ա քեզ այդ գազը տալը, ինչ խողովակն է, արա Ես ինչ էր խոսում, ոչ խար հետևիները, լավ հետևիներն են բոզի տղացապ են տանում, բա դեմինները տուպոյ։ Այսօր հիմա տեսար Արարատի եւ Արտաշատի հոկտեմբերյանի Անավիրի մարզի ջուղացիներ, մնացներ պամիդորը ձեր վրեն, խիարը, ծիրանը եւ այլն։ Ուսես ձեր ամեն ինչ ասառնակ են ամանալու ձեր վրեն։ Դուք ուտելու եք թուրքական պամիդոր, բայց
դա չի լինելու, դա էլ ասեմ ձեզ, նորից եմ ասելու, զարթելու եք տենակ Հայաստանի կառավարության շենքի վրա ծածանվում է ռուսական եռագույնը։ Ի շնորհիվ ձեզ։ Ես կողմ եմ անկախ Հայաստանի Հանրապետությանը։ Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի դաշնակցական հարաբերությունների մեջ ինչ-որ մի երկրի հետ։ Նիկոլն ասում է, մարդ չպիտի ունենա մի դաշնակից, ունենա մի քանի հատ, որոնք են այդ մի քանի, այո, մի քանի հատ պիտի լինեն, բայց այդ մի քանի հատը, այն մնացածը պիտի բոլորը խաղան նույն խաղադաշտում։ Ոչ թե կեսը մի այլ խաղադաշտից, կեսը մի այլ խաղադաշտից, այդպես պետություն չկա, որ ունենա հա այս կողմից դաշնակիցներ, հա այդ կողմից դաշնակիցներ, չկա այդպես երկիր։ Ցույց տվեք այդպես պետություն։ Կամ պիտի այս կողմնես, այս կողմի երկրների հետ խոսք ունենաք Չինաստան, Հնդկաստան, Պարսկաստան եւ Ռուսաստան, կամ պիտի լինես Եվրոպա կամ Ամերիկա։ Այդ երկու բևեռներից մեկն է, բայց ձեր աշխարհագրական դիրքը ձեզ ցույց չի տալիս, որ դուք ունենաք երկու դաշնակից։ Ձեզ ցույց է տալիս ընդամենը մեկը։ Բայց պետք է այդ մեկին էլ երկար բալակ չափել, նոր հետո կողմնորոշվել, բայց ամեն ինչ անել, որ անկախություն պահպանել, այլ ոչ թե կորցնել, այն ինչ որ ձեր գլխին ընկա որպես Աստծո մանանա։ Բայց դուք ընկել եք ձեր անկախության հետևից, դե ընկել եք ինչ ասել։ Իմ ընտրողը կա, իմ ընտրազանգվածը կա, ամեն ինչ կերևա հունիսի 7-ին, երբ որ կգնա եւ քվեարկեն համար 15 քվեաթերթիկի օգտին։ Իմ ընտրողը զոմբի չի։ Իմ ընտրողը թրքահապատակ չի, իմ ընտրողը ինտելիգենտ, կրթված, հայ կոչվող մարդն է, որը հասկանում է, որ համ սրանք են մարդկային վիժված, համ նրանք են մարդկային վիժված։ Եվ վանից է օլիգարխը մտածել երկրի եւ երկրի անկախության մասին, չկա տեսնա պատմության մեջ, չել լինի։ Մի մարդու նման սելի ժողովուրդ, հունիսի 7-ին գնում ենք կզատեղամաս, այս ելույթը շատ լավ պահեք, հաստատ մի տարի հետո բա պետք է գալու։ Եթե իրավիճակը սենց զարգացավ, եթե ժողովուրդը չկողմնորոշվավ, եթե գնացին 1000 անգամ ներողություն, տգետ, խափնվելով գումարներից ցեն տվեցին կամ նիկոլականներին, կամ այս երյակ կոչվածին, որ իբր թե ներկայացնում են ռուսական շահերը։ Նրանք ռուսական շահեր չեն ներկայացնում։ Ոչ էլ Նիկոլան ներկայացնում ամերիկյան կամ եվրոպական շահեր։ Բոլորը ներկայացնում են մեկ շահ։ Վարի տալ Հայաստանի Հանրապետությունը հանուն իրենց սեփական գրպանի, հանուն իրենց շահերի։ Նրանց թակերը չեն հանի ջրերից, նրանք սրանց թակերը չեն հանի ջրերից։ Ոչ այս երյակն ասում ես Նիկոլեմ դատելու, ոչ էլ Նիկոլա այս իրեկին դատում իրաց կերած թակերի համար։ Ես չծավ։ Ջան ասեմ են արանքում է տովատություն հասարակ Հայաստանի Հանրապետությունը։ Հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բայց քրկություն կա, համար 15 քվեաթերթիկ, դեռ ուշ չէ։ Ես գիտեմ, որ շուտով Ռուսաստանի Դաշնությունից մոտ 100,000 հայ բռնի ուժով ուղարկելու է Հայաստան, որ գան մասնակցեն բանտություններին, կգան, կմասնակցեն եւ ճիշտ կողմնորոշվելու դեպքում հանգիստ խղճով նորից կվերադառնան Ռուսաստանի Դաշնություն։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիրը, բանը, եթե սկսում ես ինչ-որ երկիր մոլորակի մի կետից ճանապարհ ընկնել, եթե ուղիղ գնում ես, ոչ թեքում ես աջ, ոչ ձախ, միևնույնն է, մի որոշ ժամանակ հետո հետ ես գալիս այդ նույն կետի վրա։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ հայերը, որ կետից դուրս գալ, երբեք Հայաստան չեն վերադարձել, երբեք գնացել են, ծառայել են Նիդերլանդներին, Ամերիկայի, Ֆրանսիային, Գերմանիային, թուրքերին, պարսիկներին, չիլերի, չգիտեմ, Չիլի, Միլի, Հնդկաստան եւ այլն, զարգացրել են այդ երկրի տնտեսությունը, դարել են բանը չգիտեմ այդ երկրում դեսպաններ, գեներալներ, մարշալներ, ֆելդմարշալներ կոտորվել են, կորսանվել են, մորթվել են Պարսկաստանում, Թուրքիայում եւ այլն, բայց երբեք իրաց երկիր չեն վերադարձել, երբեք, հենց այդ է տարօրինակը, որ բոլորը վերադառնում են ելման դրություն, բայց հայը երբեք չի վերադարձել։ Իմ առաջ խնդիր կա, հայը պիտի վերադառնա իր ելակետային կետը, պիտի վերադառնա իր հայրենիք եւ պիտի ապրի իր հայրենիքում։ Այսքան ժամանակ հետ չեք եկել 6000 տարի, հիմա պիտի հետ գաք։ Ընտրում ենք համար 15, այսքանը։